Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեն ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է։ Ողջույն, դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային ATV-ին և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային տասնյակը, որը վարում եմ ես Լեաննան։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ 2013 թվականի ամենից ամենահաջողված կրեատիվներ։ Երբ տարին մոտենում է ավարտին, մեզանից յուրաքանչյուրը փորձում է ամփոփել այն և հասկանալ, թե ինչը հաջողվեց անցնող տարվա մեջ, ինչը ոչ, ինչը հնարավոր եղավ կյանքի կոչել, իսկ ինչը այդպես էլ չիրականացվեց անցնող տարվա մեջ։ Եվ մենք էլ որոշեցինք ամփոփել անցնող տարին և հասկանալ, թե ինչ հաջողված կրեատիվներ, գաղափարներ, նախագծեր տեղ գտան 2013 թվականին մեր հայկական շոու բիզնեսում և առհասարակ մշակութային կյանքում։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, բարի երեկո շատ սիրելի հեռուստադիտող ATV-ի եթերում, արդյոք ովքեր են ամենա շոուն։ Ուրախությամբ ենք փաստում, որ 2013-ի ամենից ամենահաջողված կրեատիվների շքերթում իր ուրույն տեղը գտավ ATV-ի և հեղինակ, պրոդյուսեր Դավիթ Գրիգորյանի համատեղ ստեղծված «Արդյոք ովքեր են» շոու հեռուստախաղը։ Այն դեռ մեկ ամիս է, ինչ եթերում է, սակայն արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից։ Արդյոք ովքեր են շոուի գաղափարը շուտվանից ծնվել, ուղղակի խմորումների մեջ էր ինքը։ Հետո ես առաջարկեցի ATV-ին ու միասին ստեղծեցինք մի հատ ֆորմատ։ Կարանք հպարտությամբ ասենք, որ այս ֆորմատը աշխարհում գոյություն չունի, մենք ենք օրինել, չենք գնել, չենք կրկնօրինակել, այլ ստեղծել ենք մենք։ Ու ինձ թվում է ստացվել է, մենք սարքել ենք ֆորմատը նենց, որ հեռուստադիտողը նայելու ընթացքում կարողանա խաղալ։ Այսինքն ինքն էլ այդ նույն ազարտի մեջ կարանգնի, նույն կերպ խաղա, ոնց որ խաղում են մասնակիցները։ Ուշադրություն բացվում է 5 համարի հետևում պատկերված լուսանկարը եւ Արսեն, կարող ես ասել ովենա։ Իսկապես կարելի է հպարտությամբ փաստել, որ միջազգային հեռուստաշուկային Հայաստանն էլ կարող է առաջարկել շատ հետաքրքիր ֆորմատ, որը բոլոր առումներով բարձր վարկանիշային է։ Մեր ցանկությունն է, որ այդ ֆորմատը դառնա միջազգային։ Իմ կարծիքով, եթե ստացվի այնց, որ դա դուրս գա միջազգային շուկա, յուրաքանչյուր երկրում էլ մարդիկ հաճույքով կխաղան։ Ցանկացած երկրում ինքը կարող է աշխատել, որովհետև այդ երկրում կարան ցույց տան այդ երկրի հայտնի մարդկանց եւ պլյուս այն հայտնի մարդկանց, որոնք ամբողջ աշխարհում են հայտնի։ Քո թիմը գծիկ է դրա։ Պանկրատով չորնի։ Ճիշտ է գրել, բրավո։ Այո, ճիշտ է գրել։ Իդեպ «Արդյոք ովքեր են» շոուի ստեղծումը զուգադիպեց «Արդյոք ովքեր են» սիրված հեռուստանախագծի 10-ամյա Հոբելյանի հետ։ Հաղորդում, որն արդեն ունի իր հավատարիմ լսարանը։ Սա եզակի ծրագրերից մեկն է, որը ինձ շատ միանգամից հետաքրքրեց, որովհետև իր մեջ կա ճանաչողական, ուսուցողական մի հատ բան, մեզ պետք է նման ծրագիր։ Ակտիվ հետևում էր իմ ընկերն այդ հաղորդմանը, պրոֆը։ Ես ֆանատ եմ այդ հաղորդմանը։ 3 անգամ մասնակցել եմ այդ տարիների ընթացքում։ Առաջի անգամ շատ պատահական փողոցում տեսա, որ նկարը անում է, ես մոտեցա, ասացի, որ ես անպայման ուզում եմ մասնակցեմ։ Ալեքսանդր Սուվորը։ Երկրորդ անգամ էլի տենց արդեն տղայիս հետ գնացի, մասնակցեցինք, լավ ստացվեց։ Այխել է։ Ռովան Ատկինսոնը չի, միստր Բինը։ Դե երրորդ անգամ կրել ենք, հաղթել ենք։ Հենց առաջի հաղորդմանը, ուրեմն համենահայտնի մեր առաժիրոշիկները խաղում են երգ-գրողների դեմ, այսինքն այդտեղ էլ կա ինչ-որ հակամարտություն ի սկզբանե։ Ինչ շատ է դուր գալիս ես ամեն ինչը։ Ասեց գնանք խաղանք, հետաքրքիր է գնանք անպայման, մանավանդ որ դու ինձնից խելոք ես, ինքն ասում ինձ էլի։ Ու եթե առիթ լինի, էլի մեծ հաճույքով ես կմասնակցեմ իմ թմի հետ, դե կապիտանը ես եմ բնական։ Շատ ուրախացա, որ մենք հաղթեցինք ու ասում եմ, նման բան էլի է լինելու, մենք միշտ էլ հաղթելու ենք։ Այնպես որ Դες հաղթեցին, տալու։ մերոնք, ծափարենք մերոնց։ Ու զգուշացնում եմ մեր մյուս տենց ում հետ որ ստացվի մենք պիտի մրցենք, իրանք թող զգուշանենք, մեր թիմը շատ ուժեղ է ու կկրի բոլորին։ Լավ ասի։ Չեմ վախենում էլի դրանից։
Արդյոք ովքեր են շոուում չեն խաղալու միայն հայտնի մարդիկ, այլ լինելու են կոնկրետ կազմակերպություններ, կարան լինեն տարբեր ասպարեզի միմյանց հակառակ մասնագիտության տեր մարդիկ։ Աշխատում ենք տենց ավելի հետաքրքրություն մտցնենք շոուի ընթացքին։ Մուրզո, տղեկ։ Տղեկ։ Հերոս, տղեկ։ Ստոպ։ Մշակութային թերևս բոլոր ասպարեզներում տարեմուտին կազմակերպվում են մրցանակաբաշխություններ կամ կազմվում են փոփ-ցուցակներ, որոնց արդյունքում ճանաչվում են անցնող տարվա ամենից ամենահաջողված կրեատիվները, գաղափարները, նախագծերը կինոյի, երաժշտության, թատրոնի եւ մշակույթի այլ ասպարեզներում։ Մեր այսօրվա եթերի ընթացքում ես կծանոթացնեմ ձեզ համաշխարհային մշակութային իրադարձություններից մի քանիսին, որոնք այս տարվա մեջ ճանաչվեցին ամենից ամենահաջողվածը։ Սակայն դա մի փոքր ուշ, իսկ այժմ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը այս տարվա մեր հայկական մշակութային կյանքի ամենից ամենահաջողված կրեատիվներին։ Այս տարվա ամենից ամենահաջողված կրեատիվների շքերթում իր ուրույն տեղը գտավ նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից նախաձեռնած Hollywood Non-Stop համերգաշարը։ Սա մի նախագիծ է, որի շրջանակներում նվագախումբը ներկայացրեց հայտնի հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքեր։ Ինչպես ծնվեց նման գաղափարը։ Որն էր հիմնական շարժառիթը, որ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ որոշեց կյանքի կոչել Hollywood Non-Stop-ը։ Միշտ խոսելով դասական երաժշտության մասին, միշտ մարդիկ տարանջատում են շատ բարդ ու շատ պարզ երաժշտություն եւ իհարկե խոսելով այն ամենահայտնի սաունդթրեքերի մասին, կարելի ասել, որ դա արդեն դասական փոփի շրջանակներում է։ Եթե մենք խոսանք կոմպոզիտորներից, կան շատ հայտնի եւ շատ սիրված կոմպոզիտորներ, որոնք նույնպես ստեղծագործել են դասական միայն ոճում, եւ եթե օրինակները բերեմ Hans Zimmer-ը, որը շատ սիրված գլադիատոր եւ Nina Roth-ն ամենահայտնի թեմաներից երևի հոլիվուդյան ասպարեզում կնքահայր ֆիլմից եւ այլն։ Իդեպ համերգացանկում ընդգրկված սաունդթրեքերի ցանկը որոշվեց ինտերակտիվ ձևով, Facebook-ում կազմակերպված քվեարկության արդյունքներով։ Որոշվեց ստեղծագործությունների ցանկը եւ սկսվեց համերգաշարը։ Այսօր Հայաստանում կա ուսանողության զանգված եւ մենք սկսում ենք այդ պրոյեկտը միայն բուհերի համար եւ մենք ունեցանք համերգներ բոլոր Երևան քաղաքի բուհերում, որտեղ ընդհանրապես կար ինչ-որ քիչ թե շատ պայման տեխնիկական, որ նվագախումբը կարողանա ելույթ ունենա եւ այդ դրանից հետո հազարից ավել ակտիվ երիտասարդություն շատ ակտիվ ինտեգրվեց եւ արդեն սկսեց հետևել նաեւ նվագախմբի գործունեությանը եւ մենք որոշեցինք այդ պրոյեկտը ավելի մեծամասշտաբ անել եւ արդեն ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում արեցինք երկու հատ գալա համերգ, ինչ ունեցավ շատ մեծ հետաքրքիր արձագանք։ Նախագծի վերաբերյալ իր բարձր գնահատականը հայտնեց նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեյֆերնը, ով նշեց, որ մեծ հաճույքով ներկա գտնվեց Hollywood Non-Stop-ի շրջանակներում նվագախմբի Վանաձորյան եւ Երևանյան համերգներին։ Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ նախագծի վերաբերյալ հայտնեց իր դրական կարծիքը, փաստելով, որ Hollywood Non-Stop-ը նոր, կրեատիվ եւ հաջողված գաղափար է, որը ներկայացնում է հոլիվուդյան ֆիլմերի լավագույն սաունդթրեքերը, դրանով իսկ տարածելով դասական երաժշտությունը Հայաստանի մարզերում։ Այն մարդիկ, որոնք առաջի անգամ լսեցին նվագախումբը Hollywood Non-Stop պրոյեկտով եւ արդեն հիմա գալիս են միշտ մեր համերգներին եւ կատարում ենք մենք Շոստակովիչ, Չայկովսկի, Խաչատրյան։ Իդեպ աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերը եւս ունեն նման ֆորմատի նախագծեր։ Ականատես եմ եղել, որ լավագույն նվագախմբերը աշխարհում պայքարում են, որ ձայնագրեն
հոլիվուդյան լավագույն սաունդթրեքերը եւ աշխարհի մեդիա գրադարանում լավագույն նվագախմբերը, ոնց որոնք են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, BBC ֆիլհարմոնիայի օրկեստրը կատարում են հոլիվուդյան լավագույն ֆիլմերի սաունդթրեքերը։ Հոլիվուդ նոն-ստոպ նախագիծը հաջողվեց։ Այն ունեցավ իր պահանջարկը հայ երիտասարդության կողմից։ Տրամաբանական կլինի, որ այն ունենա իր զարգացումը 2014-ին։ Այս տարի արեցինք իհարկե առաջիններ մեր համար եւ արեցինք միայն գործիքային երաժշտություն, բայց մյուս տարի ավելի լայնամասշտաբ կանենք, որտեղ կլինեն արդեն վոկալ գործիքային ցուցադրություններ, ինչը շատ ավելի պոպուլար կարող լինի եւ շատ ավելի հայտնի սաունդթրեքեր կարող են հնչել, բայց ամեն ինչը արժևում է, պետք է դա ամեն ինչի կոնցեպտը պետք է շատ ճիշտ գտնել, որ ինքը նույնպես լինի շատ հաջողակ։ Խոսելով համաշխարհային մշակութային հաջողված իրադարձությունների մասին, անպայման ուզում եմ առանձնացնել նաև կինոարվեստը։ Ավելի ճիշտ բարձրաձայնել կուլտային ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի կողմից կազմած լավագույն ֆիլմերի top 10-ակ։ Ես իհարկե չեմ թվարկի այս պահին բոլոր այն ֆիլմերը, որոնք ընդգրկվեցին Տարանտինոյի top 10-ակում, սակայն կբարձրաձայնեմ այն փաստը, որ ցուցակում ընդգրկվեցին ինչպես հեղինակավոր մրցույթ փառատոներին մասնակցած, այնպես էլ որևէ մրցանակ չստացած ֆիլմեր։ Նրա սովորությանը համաձայն ցուցակում ընդգրկվեցին տարբեր ժանրերի ֆիլմեր, այսպես օրինակ առանձին տողով նա նշեց Գրավիտացիա ֆիլմը, որը ողջ աշխարհը ցնցեց իր տպավորիչ կադրերով եւ դրամատիկ սյուժեով։ Հենց այս ֆիլմով բացվեց այս տարի Վենետիկյան կինոփառատոնը, նաև Հայաստանի կինոթատրոններում այն մի առժամանակ ներկայացվեց հանդիսատեսի դատին, սակայն ցավոք այն գնահատեցին միայն կինոարվեստի իսկական գիտակները։ Եվ այնուամենայնիվ Գրավիտացիա ֆիլմը համարվում է 2013 թվականի ամենից ամենահաջողված ֆիլմերից մեկը, այնպես որ բոլոր նրանք, ովքեր չունեցան հնարավորություն դիտել այն մեծ էկրանին, խորհուրդս դիտել այն գոնե տան պայմաններում։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր հայկական մշակութային կյանքի ամենից ամենաստացված կրեատիվները։ 2013-ի ամենից ամենաստացված կրեատիվների ցուցակում իր ուրույն տեղը գտավ նորաձևության ասպարեզում առանձնացված մի նախագիծ, որը նվիրվեց Սուրբ Վալենտինի տոնին։ Խոսքը հայտնի դիզայներ մոդելավորող Արևիկ Սիմոնյանի կարմիր զգեստների հավաքածուի մասին է, որը հանրությանը ներկայացվեց ֆոտոշարքի ձևով։ Ինչպես ծնվեց գաղափարը եւ ով առաջին իսկ օրվանից կանգնեց Արևիկի կողքին եւ բնականաբար ունեցավ իր մասնակցությունը։ 2013 թվականի նոր տարվա հանդիպումները ընտանեկան, որ կատարվում են, երեկոյան արդեն ուշ, երբ նստել էինք եւ մտերմիկ զրույցներ էինք վարում, Արևիկը ասեց, գիտես, ես ուզում եմ պարտադիր անել կարմիր զգեստներ։ Կարմիրը կամ խելագարի պես սիրում են, կամ ատում են, բայց չկա մարդ, կարծում եմ, որ անտարբեր լինի կարմիրի նկատմամբ։ Եվ Արևիկը որպես դիզայներ ցանկացավ յուրովի ներկայացնել կարմիր գույնի իր ընկալումը։ Կարմիր գույնի ընտրությունը պայմանավորված էր ոչ միայն այն փաստով, որ համաշխարհային նորաձևության մեջ այն շատ ակտուալ էր։ Կար եւս մեկ շատ կարևոր պատճառ։ Երբ լույս տեսավ եւ բավականին մեծ աղմուկ հանեց մի ֆիլմ Մետ Ծիրնաուր ռեժիսորի 2008 թվականին, որը նվիրված էր աշխարհահռչակ դիզայներ Վալենտինո Գարավանիին։ Եվ այդ ֆիլմին նվիրված ֆոտոշարք։ Դրանից հետո համարյա թե բոլոր համաշխարհային դիզայներները, ինչպիսին է օրինակ Էլիսա Աբը, Զոյեր Մորադը, նույն Ալեքսանդր Մակվին նորաձևության տունը եւ այլ ուրիշ շատ բրենդներ անդրադարձան կարմիր գույնին եւ ներկայացրեցին կարմիր զգեստներ, որով եւ հարգանք մատուցեցին համաշխարհային հայտնի մաեստրոին։ Ֆիլմը կոչվում էր Последний император եւ այդ ֆիլմից ներշնչվեց եւ գաղափարը դուրս եկավ, որ անել նորից հավաքածու մաքսիմալ նման այդ ֆոտոշարքին։ Դրա հետ մեկտեղ պետք էր ներկայացնել այնպիսի կարմիր շորեր, որ դրանք լինեին իմенно Արևիկ Սիմոնյան։ Եվ իմ կարծիքով զգեստները հաջողվեցին։
Мне лично нравится то, что делает Аравик Симонян. Она очень стильный дизайнер. У нее всегда потрясающая фурнитура, потрясающие аксессуары. Всегда все очень продумано, ярко и, как это говорится, вылизано. Գաղափարը հետևյալն էր, որ որպես մոդելներ ներկայանան մեր հայկական շոու բիզնեսի ամենավառ կերպարները։ Ամեն մեկը իր հերթին շատ գեղեցիկ կանայք են եւ դրա հետ մեկտեղ պետք է այնպես անել, որ չկորին ոչ գաղափարը, ոչ էլ իրանք կորեն կարմիրի մեջ։ То есть она явно подошла к каждой модели индивидуально, что очень и очень важно. Շատ կարևոր էր նաև դիմահարդարումը, որը պետք է լիներ ոչ շատ, ոչ քիչ։ Չխանգարեր կարմիր գույնին, բայց միևնույն ժամանակ ընդգծեր յուրաքանչյուր աստղային մոդելի գեղեցկությունը։ Что касается красной помады, она весьма уместна именно к этим вещам. Потом красная помада – это шикарные платья, соответственно, ты должна быть шикарна во всем. Ֆոտոշարքը արվեց Մատենադարանի բակում, սաստիկ ցուրտ օրեր, բոլորին ուղղակի մեծ շնորհակալություն եւ բրավո դիմացկունության համար։ Հիացած եմ Արտուրի Հովակիմյան պրոֆեսիոնալիզմով, այսինքն ֆոտոն զուգահեռները կային, այն որ Արևիկը նվիրել էր դա Վալենտինո Գարավանի պատվին եւ հիշատակին, բայց դրա հետ մեկտեղ, այսինքն դա նայում ես եւ դա Արևիկ Սիմոնյանի հավաքածուն է, մեր հայ աստղերն են, մեր Մատենադարանի բակն է, այսինքն այդ ամեն ինչը բալանսի եւ նետաշնակության մեջ էր ներկայացված։ Это действительно яркая работа и, еще раз повторюсь, радует, что это комплексная работа со всех точек зрения. Խոսելով այս տարվա ամենից ամենահաջողված հեռուստատեսային նախագծերի մասին, կուզեմ առանձնացնել ռուսական «Один в один» հեռուստանախագիծը, որն այս տարի հեռարձակվեց առաջին ալիքով մարտ ամսին։ Այս հեռուստանախագիծը ուղղակի ցնցեց ռուս հեռուստադիտողին եւ մի շարք հարցումների արդյունքում այն ճանաչվեց ամենից ամենահաջողվածը։ Սա միջազգային ֆորմատ է, որի շրջանակներում մասնակիցները սիրված ու ճանաչված երգիչներ, երաժիշտներ են, որոնք շոուի ընթացքում ներկայանում են այլ հայտնի երաժիշտների կերպարներով եւ կատարում նրանց երգերը, փորձելով մաքսիմալ ձևով նմանակել բնօրինակ ձայնը։ «Один в один» հեռուստանախագիծը վարում են Ալեքսանդր Օլեշկոն եւ Նոնա Գրիշայևան։ Իդեպ Հայաստանում էլ այս նախագիծը հեռարձակվում է մեր հայ հանդիսատեսի հեռուստադիտողի համար։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր հայ մշակութային կյանքի ամենից ամենահաջողված նախագծերը։ Ջոնի Կարապետյանը դասվում է հայկական շոու բիզնեսի այն երգիչների թվին, որոնց յուրաքանչյուր ներկայացրած երգը եւ տեսահոլովակը միանգամից դառնում է հիթ։ Իսկական բում արեց Մարի Մարի երգը, որը հյուսեց նաև բազում ասեկոսեներ։ Մարի Մարի սիրելի, սրտիս հուրա դու մի մարի, Մարի Մարի սիրելի, սրտիս հուրա դու մի մարի։ Եվ ահա, օրերս Ջոնի Կարապետյանը ներկայացրեց իր նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ։ Ավելի ճիշտ զուգերգ Աբեջանի հետ։ Ինձ ասա ասա քո երազանքը, ինձ ասա որ իմանա։ Աբեջանի հետ զուգերգի մտահղացում եղել է դեռ համազգային աստղ նախագծի շրջանակներում, ուղղակի այն ժամանակ մեր առօրյան այնքան խիտ էր, որ հնարավոր չէր ինչ-որ բան զուգահեռ անել։ Հետո նմանատիպ մտահղացում եղել է Մարի Մարիի ժամանակ, այդ ժամանակ էլ զուտելի ժամանակային ու տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացանք անել, եւ վերջապես այս տարի կարողացանք գտնել մի երգ, որի մեջ համ ես ինձ լավ զգացի, համ Աբեջանը շատ հավանեց ու որոշեցինք վերջապես զուգերգ անել։ Այս իրադարձությունները ծավալվեցին ամռանը, ճիշտ այն ժամանակ, երբ Ջոնին պատրաստվում էր մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա մեկնեց նահանգներ, որտեղ եւ սկսվեցին Աբեջանի հետ համատեղ աշխատանքները։ Ձայնագրություն, գործիքավորում ամեն ինչ կատարվել է հենց Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում այնտեղ MG շատ բարձրակարգ ձայնագրման ստուդիա կա, որտեղ շատ համաշխարհային երգիչ-երգչուհիներ են իրենց գործերը անում։ Կարճ ասած, ես այնտեղ կարելի ասել ստուդիայում էի քնում։ Որտեղ շատ արագ ժամանակը կարճ էր ու պետք էր մինչև վերադառնալը ձայնագրությունը անպայման գործիքավորում հասցնել, որպեսզի կարողանայինք այդ հատվածները Միացյալ Նահանգների նկարել։ Արդյունքում ստացվեց մի երգ, որը կտրուկ տարբերվում է Ջոնի Կարապետյանի երգացանկում մինչ այդ եղած երգերից։
Երգը ոճային առումով իմ հանդիսատեսի համար այդքան էլ սպասված չէր երևի, որովհետև ինքը մի քիչ շատ ամերիկյան դիսկո է։ Երբ Ասակո երազանքը երգը պատրաստվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հենց այնտեղ որոշվեց նկարահանել նաև տեսահոլովակի մի մասը։ Ինձ ասա երազանքը, ինձ ասա որ իմանամ։ Մենք որոշեցինք նաև տեսահոլովակը մի հատված այնտեղ նկարել եւ ժամանակը ուղղակի կարելի ասել մաքսիմալ կերպով օգտագործել ենք, պատկերացնում եք, ես նկարահանումից անմիջապես գնացել եմ օդանավակայան, որպեսզի վերադառնայի Հայաստան։ Այնուհետև վերջերս մյուս մասը նկարեցինք տեսահոլովակի Երևանում։ Ռեժիսորը Գոռ Փափազյան, երիտասարդ շատ տաղանդավոր տղա է ինքը, ես վստահեցի իրան, ինչ որ մեկը վերջապես պետքա վստահի այդ մարդուն տեսահոլովակ, որպես ինքն է կարողանա իր տաղանդը ինչ-որ կերպ ցույց տալ եւ երգիչներին եւ մեր հեռուստադիտողներին։ Գոհ եմ ես իր կատարած աշխատանքից, հուսով եմ դեռ էլի կաշխատենք մենք միասին։ Ընդամենը մի քանի օր է, ինչ երգն իր տեսահոլովակով հայտնվել է երաժշտական շքերթներում, բայց արդեն կարելի է դատել երգի հաջողության մասին։ Քեզ կանավիրեմ իմ սիրտն ու կյանքը, քո սիրուն ով դիմանամ։ Անդրադառնալով փոփ երաժշտության ասպարեզում այս տարվա ամենից ամենահաջողված համերգներին փաստեմ, որ օրինակ աշխարհում հեղինակավոր MTV EMI մրցանակաբաշխությանը տարվա լավագույն համերգ ճանաչվեց Բեյոնսեի համերգը։ Իսկ օրինակ Ռուսաստանի մասշտաբով որպես տարվա ամենից ամենահաջողված համերգ բոլորը միաձայն հնչեցնում են Գրիգորի Լեպսի հոբելյանական համերգը։ Լեպսը առհասարակային կատարողներից է, որ իր յուրաքանչյուր բեմելը իսկական իրադարձություն է մշակութային երաժշտական ասպարեզում եւ այս անցնող տարվա հոբելյանական իր համերգը բացառություն չէր։ Դες մենք շարունակում ենք ծանոթացնել ձեզ մեր հայ մշակութային կյանքի այս տարվա ամենից ամենահաջողված կրեատիվների։ Ուրախությամբ ենք փաստում, որ 2013-ի ամենից ամենահաջողված կրեատիվների ցուցակում իր տեղը գտավ նաև մի հայտնագործություն, ավելի ճիշտ նոր երաժշտական գործիքի բաս կանոնի ստեղծումը։ Այս գաղափարի հեղինակը միջազգային մեծության երաժիշտ Տարա Գևորգյանն է, սակայն ինչպես ամեն ինչ սկսվեց։ Ես ցանկացա 50 կանոնով ձայնագրել մի ստեղծագործություն եւ Հասմիկ Լելոյանի հետ մենք այն ձայնագրեցինք։ Եվ երբ որ լսում էի ձայնագրությունը, ինձ թվաց, որ ինչ-որ բան պակասում է։ Համակարգչի միջոցով 1 օկտավա իջացրի ներքև բասի պարտիա նվագող կանոնի ձայնը եւ ոնց որ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Եվ որոշեցի, որ պետք է այսպիսի գործիք ուրեմն ստեղծել կամ պատրաստել կամ գտնել մի տեղից, որ մեր այս 50 կանոնի հետ նաև մի հատ բաս կանոն էլ լինի։ Շատ հետաքրքրվեցի, տարբեր տեղեր ընտրեցի եւ ոչ մի տեղ չգտա։ Առաջացավ մտահղացում ստեղծել մեր հայկական բաս գործիքը։ Եվ ինձ խորհուրդ տվեցին, որ կա վարպետ Ալբերտ Զաքարյան, շատ լավ վարպետ է եւ դիմիր նրան։ Ես սկսեցի ուսումնասիրել բաս հնչողության տարատեսակ գործիքները։ Եկա այն հանգամանքի, որ պետք է սկսել լարից։ Հետագայում ես նախատեսեցի ընդհանրապես կառուցել գործիքը կաշվի բազայի վրա, որտեղ մեր ժողովրդական նվագարանները հիմնականում դեկա կոչվածը հանդիսանում է կաշին։ Հետո եկանք այն եզրակացության, որ մի հատ էլ պատրաստենք ոչ թե կաշվով, այլ դեկա, որպես դեկա ընդունենք Եղևնու փայտը։ Հեղինակային իրավունքները պահպանեցինք մեր գործիքի, ներկայացրինք մեր գյուտերի այդ հեղինակային իրավունքների կոմիտե, որտեղ ֆիքսվեց, որ մենք պատրաստել ենք գործիք, որը նման չի կանոնին, մեր մշակույթի նախարարի հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ մեր գործիքը պիտի ներկայացնենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ, որպեսզի նրան ճանաչեն որպես հայկական ազգային ժողովրդական գործիք։ Ներկա պահին արդեն ստեղծվել է 3 բաս կանոն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը։ Առաջի գործիքը, որը անվանեցինք Ալվարդ, գործիքը երկրորդ կոչվեց Նվարդ, երրորդ գործիքը կոչվեց
գոհար, դա էլ ուներ իր նպատակը, այն բարերարները, ովքեր կցանկանան պատվիրել այս գործիքից, պետքա մեր ժողգործիկ նվագախմբերը, որոնք պիտի ստանան այս գործիքը, պիտի նրանք ստանան նվեր։ Եվ այդ նվերը կմատուցի այն բարերարը, ով որ կվճարի գործիքի համար։ Ուստի գործիքի անունը ծնվում է նաև բարերարի կամքով, նրա դուստրի կամ ծնողի անունն է դրվում։ Հույսով եմ, որ բարերարներ կգտնվեն, ովքեր կցանկանան իրենց կամ դուստրի կամ մայրիկի անունով կոչել գործիքը։ Այդ ժող գործիքների մեր նվագախմբերը բոլորը նվեր կստանան այս գործիքը։ Հայաստանին մոտավորապես 10 գործիքով ապահովելուց հետո մենք կսկսենք պատվերներ արդեն ընդունել արտասահմանյան տարբեր երկրներից, ովքեր կցանկանան իրենց նվագախմբերում ունենալ մեր հայկական բաս գործիքը։ Իդեպ Նվարդ բաս կանոնը նվիրաբերվել է Սայաթ-Նովա աշխուղական պետական նվագախմբին, որն առաջին անգամ հնչեց Սայաթ-Նովային նվիրված մեծ համերգի ժամանակ Մոսկվայի Կրեմլի դահլիճում։ Այն երաժիշտը, որը Կրեմլի դահլիճում նվագեց մեր այս հրաշալի գործիքի վրա, շատ զարմացած էր, որ այդքան ճամփորդության ժամանակ լարից չի ընկել։ Գործիքը նայել են, տեսել են մասնագետներ, խոշոր մասնագետներ, սիմֆոնիկ օրկեստրի դիրիժորներ, կոմպոզիտորներ, հավանությունը տվել են։ Այն տեխնոլոգիաները, որ օգտագործում է վարպետը, շատ շատերը չգիտեն, բայց ես համոզել եմ մեր սիրելի վարպետին, որպեսզի նա իր ամբողջ տաղանդը փոխանցի մի որևէ երիտասարդի, աշակերտի, որը մեր երկրում լրացնի այն բացը, ինչ որ մենք այսօր ունենք։ Վարպետ ջան, Աստված ոչ անի, մատը փուշ մտավ։ Այս գործիքները ո՞վ ռեմոնտանում, վերանորոգելու, սարքելու, մատը փուշ մտավ, շատ նուրբ ասած։ Այս պետք է գտնել այնպեսին, որ սիրի եւ ընդունելի։ Իդեպ բաս կանոնի ստեղծման գաղափարը լուսաբանվեց նաև միջպետական միր հեռուստաալիքով։ Սրանից լավ հեղինակային իրավունքների пахпанելու ձև պարզապես էլ չկա։ Настоящий подарок ждет армянских исполнителей народной музыки. В республике придумали новый инструмент – канон, звучащий басом. Автор идеи – известный композитор Ара Геворкян. Խոսելով ռուսական թատերական աշխարհի այս տարվա ամենից ամենահաջողված ներկայացման մասին, պետք է սիրով փաստեմ, որ Մոսկվայում այս տարի ամենահեղինակավոր թատերական մրցանակը Բյուրեղա Տուրանդոտը ստացավ Եվգենի Օնեգին ներկայացումը։ Ներկայացումը բեմադրվեց Վախտանգով թատրոնում եւ այն իսկապես ստացված էր, ինչի մասին փաստեցին ինչպես թատերագետներ, այնպես էլ թատերասեր հանդիսատեսը։ Իդեպ Բյուրեղա Տուրանդոտը շատ հեղինակավոր ու մեծ ու հարուստ պատմություն ունեցող մրցանակ է, այնպես որ արժանանալ այս մրցանակի իսկական իրադարձություն է։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր հայկական մշակութային կյանքի այս տարվա ամենից ամենահաջողված կրեատիվներին։ Ես այսօր թողնում եմ քեզ, ոսկեվս նոցը, որ ստացանվեր չեմ։ Երգչուհի Էմմա Սատրյանը հաճախ չի ներկայացնում տեսահոլովակներ, բայց ներկայացնելուց խփում է նշանակետին։ Լեյլո, ելակ, եւ ահա այս տարի Շիկահերու կարճատես երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ։ Իր բնույթով եզակի, որը միանգամից արժանացավ ժողովրդի բարձր գնահատականին։ Տեսահոլովակ, որը հասարակության կողմից հիշվեց որպես կատուներ։ Բնականաբար, յուրաքանչյուր տեսահոլովակին նախորդում է երգի ստեղծման պատմությունը, որն այս պարագայում դարձյալ ոչ ստանդարտ է։ Քեզ կարոտում եմ, այս կատվից ձերքին խենթանում Շիկահերու կարճատես ասես դու լինես։ Դիմեցին Մարտին Միրզոյանին գործիքավորման համար, գործիքավորումը բնականաբար տևեց մոտ 1 տարի։ Ես դեմ եմ կոնկրետ այդ երգի գործիքավորումը, որովհետև ես պատկերացնում եմ, որ երկրորդ թեմա երգը լինի ուրիշ ֆորմատում։ Dubstep եւ disco կոչված ոճերում, որ այսօր շատ մոդայիկ են, բայց ես երկու ոտքը դրեցի մեկ կոշիկի մեջ, ես ասեցի, որ ես ուզում եմ գործիքավորվի իմ երգը։ Ոնց որ համոզեց ինձ, որ ես այդ գործիքավորումն անեմ, արեցի ու իր արձագանքը եղավ սենց, վայ, վտենում ես գիտեի, որ դու կանես բան, չէի պատկերացնում, ես էլ ինքս չէի պատկերացնում, որպես գործիքավոր ինչ պետք է ստացվի վերջում։ Երգը ցույց տվեցի հորս, լսեց Դավիթ Բաբայանը, նախապատրաստումները մոտ 1 ամիս տևեց, քանի որ Դավիթ Բաբայանը նկարիչ է Վավան, ձեռքով
ամեն մի փոքր մաս դեկորացիայի, հա, ձեռքով նկարել էր։ Մենք շատ երկար գալիս ենք այն բանին, թե ինչպես պետք է կատուները լինեն, գրիմի։ Մեր գրիմյորը Աննան գտավ մի ձև, ճապոնական գրիմի ձև էր, որը նկարիչ էր Գագիկ Բաբայան եւ Աննան Արաքելյան, հենց դեմքի վրա նկարում են։ Պարը բեմադրեց Քրիստինան, բավականին բարդ շարժումներով լի էր, բայց Դավիթ Բաբանը որոշեց, որ նրանք պետք է հագնեն բավականին նեղ հագուստ եւ պետք է շարեր դրվի նրանց գլխին, իբրև լամպեր։ Ես մորում եմ, քեզ կարոտում եմ։ Ամենահետաքրքիրը կենթանի կատուն էր, որը մենք բերեցինք։ Կատուն չէր հասկանում ուր է եկել։ Հետո փորձեցինք խոսեինք, ու հետո հասկացանք, որ կատուն կարողանում է խաղալ։ Հետո սկսեց հասկանալ, խոսել բոլորիս հետ, ու այդտենց։ Դա ամենահետաքրքիրն էր։ Գլխավոր հերոսը Գևորգը, երգիչ եւ դերասան, ով մարմնավորում էր այդ շիկայր ու կարճատես կատվին, վանդակում պահում էր հավ։ Ներկայացման ժամանակ շատ տարօրինակ էր, բայց հավը որոշեց զուացել, այսպիսի ոչ ստանդարտ բաներ էր տեղի ունենում, ոչ ստանդարտ նկարանումների ժամանակ։ Այս տեսահոլովակը ինքը յուրահատուկ էր առաջինը նրանով, որ շատ կրեատիվ էր։ Հումոր կար վերջապես, որովհետև տեսահոլովակներում հումոր որպես այդպեսին բացակայում էր։ Այս տեսահոլովակում ուրեմն աշխատեց Քրիստինան Վահանյան Էմայի հետ։ Ես շնորհակալ եմ իմ Քրիստինային, քանի որ նա սպասում էր բալիկի, իսկ դրսում շատ ցուրտ էր, դիմահարդարում նա անում էր դուրսը եւ ես մրսում էի, նա իր հագից հագուստը հանում էր եւ մտածում էր, որ հանկարծ ես չմրսեմ։ Քրիստինան ինձ թվում է շատ գեղեցիկ կերպ աշխատեց եւ ներկայացրեց այնպես, որ մաքսիմալ պատկերը լիարժեք լինի։ Այսինքն Էման չառանձնացավ կլիպից։ Մենք ունենք շատ պրոֆեսիոնալ թիմ, իդեմս Վահանի Հովհաննիսյան, մեր համակարգչային անիմատորներից մեկը։ Եվ ահա շիկահեր ու կարճատես տեսահոլովակի շատ սպասված պրեմիերան, որը եւս տեղի ունեցավ ոչ ստանդարտ ձևի մեջ։ Տեսահոլովակի պրեմիերան եղավ Հայաստանի Երգիպետական թատրոնում փոքրիկ համերգային ծրագրի տեսքով։ Անելով մի գործ, որը ամեն դեպքում շատ ստանդարտներից դուրս է, սիրվեց, ես շատ ուրախ։ Գոհ եմ ընդհանուր արդյունքից, գոհ եմ Դոդոյի աշխատանքից, գոհ եմ Էմայի վերաբերմունքից իր գործին։ Երևի գաղափարի 60%-ը մենք կարողացել ենք իրականացնել, Հայաստանում դա համարժեք է 130%-ի։ Ամանից ամանան շարունակում էր եթերը եւ ես սիրով ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին միացան մեզ։ Հատուկ ձեզ համար եւս մեկ անգամ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ 2013 թվականի ամենից ամենահաջողված կրեատիվները։ 2013 թվականի ընթացքում մեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվեցին մի քանի հուշարձաններ եւ քանդակներ, սակայն իր հետաքրքիր գաղափարով առանձնացավ գրքի քանդակը, որը հանգրվանեց Խնկո Ապոլ անվան գրադարանի հարևանությամբ։ Քանդակի հեղինակը հայտնի դիզայներ, նկարիչ եւ քանդակագործ Նուրն է։ Շատ քչերը գիտեն, թե ոնց է դա իրականացել, ոնց է միտքը ծագել։ Առաջին շնորհակալությունս, որ ուզում եմ հայտնել, դա Ռաֆայել Հովհաննիսյանը, որի հետ հանդիպման ժամանակ խոսակցության մեջ ես հորինեցի այս արձանը։ Խոսացինք, որ գրքի տարի էր, կարելի էր մի բան թողնել, կարելի էր մի բան անել, որպեսզի դա մնա ապագա սերունդներին որպես ինֆորմացիա, որպեսզի տուրիստները գան եւ տեսնեն, որ Երևանը եղել է գրքի մայրաքաղաք 2012 թվականին։ Այդ խոսակցության ընթացքում, երբ որ ես տենց արտահայտեցի արձանի միտքը, երևի թե ինձ պետք էր մեկը, որ քաջալեր էր, այլապես ես ուղղակի այդ միտքը կմոռանայի ու ինքը տենց կասվեր, կմոռացվեր եւ կգնար։ Եվ Ռաֆայել Հովհաննիսյան շատ տենց ջերմ քաջալերեց ինձ եւ փորձեց անընդհատ հիշացնի, որպեսզի դա իրականանա։ Դա առաջին շնորհակալությունս է։ Եվ երկրորդ շնորհակալությունս եւս Ռաֆայելին է, բայց Մինազ Բեկյան, որի հետ զրույցի ժամանակ եւս ծնվեց միտք,
արձանին տալ որոշակի եւս մեկ ինտերակտիվ ֆունկցիա։ Ռաֆայելը առաջարկեց USB մուտք ունենա, որտեղից կարելի է այլ, որը հետո զարգացավ եւ դարձավ Wi-Fi տարբերակ, բայց ամեն դեպքում մտքի սկիզբը, մտքի այդ զարթոնքի համար շնորհակալություն ուզում հայտնեմ Ռաֆայելին Մինազբեկյան։ Գրքի քանդակի բացումը տեղի ունեցավ 2013 թվականի մայիսի 19-ին։ Բացումը այս տարվա 2013 թվականի մայիսի 19-ին էր, երբ որ գրքի մայրաքաղաք Տիտրոսը հանձնվում էր արդեն Բանգկոկին, եւ այդ օրը փակման շրջանակներում բացվեց տվյալ արձանը։ Քանդակի գաղափարը եւ իր ֆունկցիոնալ լինելու փաստը ուղղակի չէր կարող արժանանալ որևէ քննադատական կարծիքի։ Բոլորը միաձայն ընդունեցին քանդակը։ Ավելին, սկսեցին օգտվել նրա ֆունկցիոնալ առավելություններից։ Իդեպ շատ մի հետաքրքիր նախադեպ եղավ, ինձ զանգեց Աշոտ Ղազարյան, որ ասեց, խնդրում եմ քեզ կցույց տաս ինձ ոնց է տեղ պետք օգտվել, որովհետև ես այս նոր տեխնոլոգիաներից մի քիչ հեռու եմ, ինձ հետաքրքիր է, որովհետև ես ուզում եմ գրքեր ունենալ հեռախոսիս iPad-ից մեջ եւ կարդալ ճանապարհորդելուց, եւ մենք իրար հետ գնացինք արձանի մոտ եւ ահագին շատ գիրք ներբեռնեցինք եւ իրան շատ ուրախացրեց, ասեց, որ ինքը միշտ օգտագործող է կլինի տվյալ արձանի ծառայության։ Իդեպ գրքի քանդակի գիպսից պատրաստված էսկիզը շատ շուտով եւս գտնելու է իր արժանի տեղը։ Կա այսպես մի փոքրիկ սպասելիք նորություն, որը կլինի մյուս տարի արդեն Արմենիա հերթալիքի շրջանակներում արձանը կունենա իր երկրորդ կյանքը։ 2014-ին կյանքի է կոչվելու նուրի եւս մեկ մտահղացում, որը ծնվեց դեռ 2013-ին ոչ ստանդարտ պայմաններում։ Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերի 17-ին, ես նորից հայտնվեցի Արարատի գագաթին, չգիտեմ ինչպես, եւ գտնվելով գագաթին ինձ մոտ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, ես վերցրեցի թուղթը եւ գրիչը եւ սկսեցի մեկ գծով նկարել Երևանը, որը այնտեղից ես տեսնում էի վերևից։ Դա արդեն կներկայացվի հանդիսատեսին մյուս տարի, որովհետեւ Երևան բրենդ միջոցառման շրջանակներում դա արվում է իբրև դիզայներական քաղաքի ոճային պատերն, որը որ պետք է հետագայում աշխատի որպես քաղաքային ոճ։ Այո! 2013-ի ամենից ամենահաջողված կրեատիվների շքերթում իր ուրույն տեղը գտավ «Տնփեսա» հեռուստանախագիծը, որը մեկնարկեց այս տարի հոկտեմբերի սկզբին։ Նախագիծը իսկապես ունիկալ էր եւ դատապարտված հաջողության։ Հայկական հեռուստաեթերի սկեյչ շոուների պատմության մեջ այն թերևս առաջինն է, որը չարժանացավ եւ ոչ մի քննադատության։ Սակայն ինչպես ամեն ինչ սկսվեց։ Ասինք ասենց մտահղացում Armenia TV-ում, Տնփեսայի հենց պրոդյուսեր Դավիթ Բաբախանյան, մտահղացումը Արկային Մանուկյան, ի սկզբանե արդեն մեր կարծիքով ինքը հենց դատապարտված էր հաջողության։ Խոսքը գնում էր հումորային պրոյեկտի մասին։ Մանուկի հետ խաղ ենք խաղում, ասացվածքներ ենք իրար ասում, որ տեսենք թե ով կկրի։ Որտեղ ես ճիշտն ասած այդքան էլ մեծ փորձ չունեի, բայց իհարկե ինձ չվախեցրեց դա, որովհետև այն մարդիկ, ովքեր պիտի ընդգրկված լինեին այդ կազմում, գրեթե բոլորին ճանաչում էի։ Իրականում մի քանի արդիական թեմա կա այստեղ։ Նախ շատ հայկական է, տնփեսա կա նաև հաշվենկատ ամուսնությունը, ու այդ երկու թեմաները խառնելով իրար ու այնտեղ էլի գումարած արդիական թեմաներ, արդյունքում ունենք ինչ ունենք արդյունքում։ Իսկից թվում է այս իմ հերթական փորձությունն։ Ինչի՞։ Պապատ ուզում է ինձ նստացնի ճոպանողի, տեսնի ես բարձրությունից վախենում, թե չէ։ Ի սկզբանե ուրիշ մարդ պետք է մարմնավորեր պապի կերպար, հետո ինչ որ բան չստացվեց, շատ արագ որոշվեց, որ Մկոն նաև պապի կերպարը մարմնավորի։ Դու վերջի ինձ անենց է ջղայնացնելու, որ ես մի օր բռնեմ զորով արտահայտեմ իմ սերը։ Այսպես շատ ավելի լավ ստացվեց։ Այն ինչ կապված է վարորդի կերպարի հետ, Վահագն Գալստյանն է հիմա այդ կերպարում զբաղված։ Ես Ղարաբաղում նկարահանումներ էի։ Եկա Ղարաբաղից ու մեկ էլ զանգ։ Նայում եմ Հարություն Խալաֆյանի համարն է։ Պրիվետ Հարություն ջան, պրիվետ, Վահագ ջան, վաղը կարաս ես ինչ ժամից ես ինչ ժամը անցնես Արմենիա, որտեղ ողջ գործնական խոսակցություն կա ու Դավիթ ուզում է հանդիպի։ Եղավ։ Եղավ շեֆ ջան։ Եղավ շեֆ ջան։
Վահագը մեզ գրավեց իր շնորհքով։ Բոլորը ուզում են հերոս խաղալ։ Իսկ դերասանի մասնագիտությունը դրա մասին չի։ Ու պետք է ընտրես ամենաճիշտը ու այդ ակցենտ անելուց լոգիկան չմոռանաս։ Եթե հանգարց մի բան էլ լնես չգնաց, ես եմ պատասխան տալու, այս տղեն, դու կապ չունես։ Բավականին հետաքրքիր իրավիճակում հայտնվեցինք, երբ որ Դավիթի կողմից ես ստացա հրահանգ գտնել Շուշանիկին։ Պարզվեց, որ այդ պահին Շուշանիկը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում։ Երբ իմացա, որ խոսքը գնում է հումորային ժանրի մասին այս դեպքում սիթքոմի, զարմանք, հիացմունք եւ անսահման մեծ ոգևորություն։ Մանուկ, ես քեզ շատ եմ սիրում։ Չեղավ։ Մեզ համար շատ անակնկալ կերպով մի քանի օրից Շուշանան հայտնվեց Երևանում եւ ամեն ինչ դրական ձևով զարգացավ։ Ինչ պետք է անեմ։ Ինձ թվում է Անուշիկը դեռ ամբողջությամբ որպես կերպար բացահայտված չէ հեռուստադիտողի համար։ Արձագանքները դրական են հիմնականում, բայց ես փորձում եմ այդ արձագանքներին շատ ականջ չդնել, դրանցով չտարվել։ Կոնկրետ առանձին կատակներ չեն կարող այդպես ասեմ։ Ազիզ, որը ուրեմն պապիկա ասում է Սիլվային։ Ազիզ։ Ժպտալով ժպտա, շատ եմ լսել։ Այդ իֆ պապին որ անում է։ Իֆ ու ասեմ իդեպ մենք ենք դա շատ անում։ Սաունդթրեքը, որը սկսվում է ու բոլորը երգի բառերը գիտեն, դա բավական չէ, ուրեմն նաև պարը գիտեն։ Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր միջև սկսել է հավասար երգում են, պարում են, այդպես նոր նստում են հանգիստ նայում են։ Ու շատ մարդիկ ինձ գրում էին ով է երգում, ու վարկածները մի քանիսն էին։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն։ Պարզվեց, որ սաունդթրեքը կատարում է Ռիչարդ Մանդլենյանը։ Առհասարակ մենք որդեգրել ենք մի սկզբունք աշխատանքային process-ում։ Եթե սցենարը տրված է, իսկ մեզ մոտ սցենարը մինչև հասնում է նկարահանման հրապարակ, որոշ վերափոխման, վերամաքրման շերտեր անցնում եւ նկարահանման հրապարակ հասնելու հետ միասին պարզ հստակ գիտենք ինչ պիտի անենք այս տեսարանում, այն տեսարանում, այն տեսարանում։ Սակումն դու սարի բարում ասում։ Սպասի մանուկ, ամեն ինչ նոր է սկսվում։ Շատ ուժեղ իմ աշխատանք կա, բացի նրանից, որ մարդ իր աշխատանքն է կատարում, ես նկատել եմ, որ բոլորը շատ սիրով են կատարում իրենց աշխատանքը։ Իսկ այս բանը չի կարող արդյունք չունենա։ Ինձ թվում է, ձեր սերունդը ուղեղները մենակ գլխի հավասարակշռությունը պահելու համար են օգտագործում։ Եվս մեկ ամենից ամենակրեատիվ, որն այս տարի մեր հայկական մշակութային կյանքում կարելի է դասել հաջողված կրեատիվների թվին, մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը ներկայացնում եմ ձեր դատին։ 2013-ի երկրորդ կեսը լի էր մշակութային իրադարձություններով։ Կյանքի կոչվեցին մի շարք նախագծեր, որոնք բոլոր առումներով կարելի է համարել հաջողված։ Այդ իրադարձությունների շարքում առանձնացավ Սիրո կամուրջ մյուզիքլը, որը սկզբունքորեն տարբերվեց այն ամենից, ինչ մինչ օրս ներկայացվել է Հայաստանում։ Նոյեմբերի 4-ին Պարոնյանի անվան թատրոնի բեմում տեղի ունեցավ Սիրո կամուրջ մյուզիքլի պրեմիերան։ Երաժշտական պատմություն ժամանակակից ռիթմերի ներքո, որտեղ հնչում են նոր երգեր, կենդանի ձայն, առկա է պարային խելահեղ շոու, մի խոսքով բարձրակարգ բեմադրություն, մոնումենտալ դեկորներով, տեսա եւ ձայնա տպավորիչ էֆեկտներով։ Իսկ ինչպես ծնվեց գաղափարը։ Մեկ տարի առաջ Շարմ ընկերության եւ Արթիմի կողմից հրավեր ստացա որպես բեմադրիչ մասնակցելու հայկական առաջին մեծ մյուզիքլի բեմադրական աշխատանքների համար։ Ներկայացումը նվիրված է Սայեթնովայի 300-ամյակին։ Այս գաղափարի շուրջ կազմակերպիչներն ինչպես միշտ հավաքեցին պրոֆեսիոնալ, բանիմաց եւ կրեատիվ մտածելակերպ ունեցող մարդկանց։ Սցենարի հեղինակները Վահրամ Սահակյան, Հակոբ Ռուբինյան, կոմպոզիտորներից Արմեն Մարտիրոսյան, Էմա Ասատրյան, Արա Թորոսյան, Քրիստ Մանարյան, ներկայացման հիմնական երաժշտական մասը մշակել է Արա Թորոսյանը, մուրզիկը։ Այդ ժամանակ դառնում ես պատասխանատու շատ բաների համար, որոնք որ արվում են առաջին անգամ եւ քեզ որպես երաժշտական ղեկավարի պատասխանատվություն են դնում ամեն ինչի։ Հանդիսացա նաեւ շատ
մի քանի կարևոր երաժշտական մեխերի ոչ միայն գործիքավորող, այլև հեղինակ։ Պարախմբի հետ աշխատելու համար հատուկ Ռուսաստանից հրավիրվեց խորեոգրաֆ Վալերի Արխիպովը, բեմանկարչության հետ կապված աշխատել է Դավիթ Մինասյան։ Այս տարվա աշնանսկզբին Հայաստանի գրեթե բոլոր երգող պարող դերասանները, պարողներն ու երգիչները մեծ ոգևորությամբ մասնակցեցին մյուզիկլի կազմակերպիչների կողմից նախաձեռնած քասթինգին։ Շատ հաճելի նորություն էր, որ Հայաստանում մարդիկ փորձում են բեմադրել պարային ներկայացում։ Կաստինգը վարում էր Վալերի Արխիպովը, խորեոգրաֆը մյուզիկլի։ Հենց կաստինգի օրվանից կարելի էր ենթադրել, թե ինչ արագությամբ ենք բոլորս աշխատելու, եթե անցնենք։ Հավաքվել էին տարբեր ոճերի պարողներ, տարբեր խմբերի պարողներ, տարբեր աշխատելավոճի սովոր պարողներ, ու մենք պետք է ստանայինք պարերում հավասարություն, ի զարմանաս անգամ մեզ բեմի վրա գրեթե 95% սինխրոնություն էր։ Եվ ինչպիսի միքս կար նաև, որ երգիչները դերասաններից էին ինչ-որ բաներ սովորում, ու դերասանները պարողներից։ Քարտուղարուհու կերպար կա մյուզիկլի մեջ, Լիզան։ Իմ կերպարը ինքը շատ եւ բացասական էր եւ դրական։ Մի քիչ խառնակիչ կերպար էր։ Ուզում էր կերպարներին խառնել իրար, որպեսզի հարուստ մի մարդ իր հետ ամուսնանար, բայց հետո զղջում ան, որ այդպեսի բան արել, մեղքերի քավություն անում, բայց վերջում հասնում ա նրան, ինչին նա ցանկանում էր։ Ներկայացման մեջ փորձեցի հնարավորինս օրիգինալ եւ նոր լուծումներ ներդնել։ Մենք բեմում տեսնում ենք մոտարապես 3 հարկանի մի շինություն, կարելի ասել շենք։ Բեմի 3 հարկերն էլ ամբողջությամբ օգտագործվում են ներկայացման ընթացքում։ Դա մեր լուսային եւ պրոյեկցիոն լուծումներն են։ Եվ անշուշտ նաև երաժշտական պարային համարները։ Իրար ետևից պարերը հաջորդում են եւ դու մի քանի վայրկյան ունես ընդամենը կուլիսում գտնվելու համար։ Դրանից ընդամենը 1 րոպե առաջ մենք սիրահար զույգ ենք իբրև կամ քաղաքի բնակիչ, ընդամենը 1 րոպե անց գետնից դուրս են գալիս բանկում աշխատող մարդիկ ու լրիվ այլ հոգեվիճակ, լրիվ այլ հագուստներ եւ այլ կերպարներ։ Ամբողջ թիմով փորձեցինք իսկապես նոր բան ստեղծել բեմում, որը որ կզարմացնի եւ նաեւ լավ տրամադրություն կհաղորդի մեր հանդիսատեսին։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել, բոլոր երգիչներին, բեքգրաունդ երգչուհիներին, պարողներին, երգահաններին, Մարտին Միրզոյանը գրեց երգ եւ գործիքավորեց շատ լավ մեր մյուզիկլի մի գործը, որը կոչվում էր հենց Սիրո կամուրջը։ Բոլոր ջանքերը ներդրվեցին թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսների, որպեսզի տեխնիկական բոլոր բարդությունները մաքսիմալ հեշտ լուծվեն։ Մյուզիկլը հաջողված եմ համարում, որպես նոր գործ բնականաբար մի քիչ վախենալու էր, բայց ընդունվեց։ Սիրո կամուրջ մյուզիկլը հանդիսատեսին ներկայացվել է դեռ 2 անգամ, սակայն հասցրել է մեծ ոգևորություն եւ հետաքրքրություն առաջացնել։ Դիտել այս մյուզիկլը հանդիսատեսը կկարողանա արդեն 2014-ի սկզբին։ Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը եւ այդ ամենին թերևս հավելեմ, որ բոլոր հանճարեղ մտքերը ծնվում են շատ պատահական եւ այսօրվա մեր շքերթում ընդգրկված կրեատիվները թերևս ասվածի սուառապացույցն են։ Եվ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, տասնյակը եւ իհարկե սրտադրոք սպասում էր հաջորդ եթերին, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV-ի եթերում։ Հաջողություն։ Bye.